Արա ցեմենտը ուզում է խլել Նիկոլ Փաշինյանը, պիկապի վրա կանգնած ոտքի վրա արդեն որոշեց, որ էլ ձեռը չի, շնորհավորեց աշխատակիցներին։ Հիմա ենթարկում են ձեզ, թե հələ չէ, շնորհավորել են։ Եղբայրան, ես մի բան կարևոր ասեմ, ես այն անգամ եմ ասել, ես չեմ կարա իմ հայրենիքը ունեցվածքի հետ փոխեմ, հասկացար։ Հիմնական խնդիրը Այդ մարդը, որ ասում է, թող խոսա իր ծրագրից, 8 տարի սուտ ասես, որ բան չարել։ Այսօր ես ասում եմ, այս ընտրություններին դուք լսել եք ԿՊ-ն ծրագիր ներկայացնի ինչ անելու։ Մեն ասում են խաղաղություն են բերել։ Ինչ խաղաղություն։ Հողերը հանձնել, այդքան զոհեր, այդքան ասենք վիրավորներ, մեր գերիներ ընտեղ են, ադրբեջանցի մեր տարածքներում նստած են, հիմա 3 տարածք էլ պետք է հանձնի։ Ասմա Թալանն ենք հետ բերել եւ բերելու հիմա էլ ասմա Ծառուկյանի Թալանը, Փեսայի Թալանը։ Օրինական, եղբայր դա միան ասել եմ, ժողովուրդը սաղել հասկացել են։ 25 տարի է գործանը որ գնաց, այն էլ առաջինը ես չեմ գնել։ Ով որ գնել է, գնաց հետո ես գնել եմ։ Ու 25 տարի աշխատում ենք, սաղ աշխատավարձով ամսական 500 միլիոն, 400 միլիոն պետական հարկ եմ տալիս։ Մրցում եմ, որ ասենք տեսօր նրանք ուզում են Ադրբեջանից էժան ցեմենտ բերել։ Բայց մի բան էլ ասեմ, որ ինք ասում է Ժորժ ջան, տալիս եմ ձեզ, դե ցավը տանեմ, եթե կարաս տաս, դե տուր որ իրանք ֆայաբաժին ունենան։ Դու էլ դու տնելու ես, դու հարստանալու ես, ինչ ես ան, ու անօրինական։ Սա փաստաբաններն էլ կան, ցույց տան օրենք։ Ինչ օրենք հիմա վրա։ Ոնց հեծը վերցին պատրաստում եք, պատրաստ եք որ դրանից էլ կարող է վերցնեն կամ խլեն, ու ասեն չի բացառում։ Բայց ես նորից եմ ասում, ոչ մի պարտավորվածություն ինչ չեմ անելու։ Ինչ եք անելու, եթե բողոք հարկել եմ ինչ եմ անել, դա տենց օրենք չկա։ Ես ոչ թե պարտավորվածություն ունեմ կամ հեծի որ ստորագրել եմ, այլ սա անձնական սեփականություն է, ես գնորդից գնել եմ, որը աշխատացեմ, տենց օրենք չկա ոնց անձնել։ Պարոն Ծառուկյան, այսօր նաև իհարկե անդրադարձել եք շպիոն լինելու հետ կապված, ասել եք որ ես առաջին ինքս ինձ կգնահատեմ, հետո կգցեմ առողջների վանդակը։ Ես ինքս ինձ չէ, ես ասեմ թող ինձ հրապարակում գնդակարեն։ Շպիոնը դա այդ մարդ աշխարհում ասենք թե իր հայրենիքի շպիոնը նա իրավունք չունի ապրելու։ Ասել եմ ով ասել է, ես պատրաստ եմ գրեմ ստորագրեմ հրապարակում գնդակարեն ցավ։ Բայց եթե չէ ով դες բան ասե, պետք է պատասխանատվություն կրի թե ոչ։ Ամեն մարդ իր ասածի համար։ Ցելո առողջների վանդակը։ Չէ ինքը գա իրա, չէ ես չգցեմ հետո, ասեն տարեքսը։ Ինքը գա ու ժողովուրդն էլ պահանջեց, ասեց կլինի որ ծառույցի մոտ մտնի, ասեք։ Այսինքն ինչա մենակ ուտելու են թե Ես չգիտեմ։ Գործընկերոջ համար եմ ասել, ես ասեմ, Թևանյանի համար։ Թևանյանը հայրենասեր նվիրել է սաղ կյանքը պայքարել հանդիմադիր է եղել։ Ու այսօր ասում է, որ նա շպիոն, ասում եմ, ապացուցեք շպիոն է, ես իմ ձեռով հրապարակում գնդակար եմ, որտեղ մարդ իր հայրենիքով դավաճանեց, նա իրավունք չունի ապրել գոյություն ունենալ։ Պարոն Ծառուկյան, որտեղից է տեղեկությունը, որ ադրբեջանական ցեմենտ են բերելու, որ ասում եք։ Այսինքն հիմա ո՞նց են բենզինը բերում։ Դու որ դրտանք ես։ Հիմա ես ասում եմ, որ բերել են, հիմա ուզում են էլ բերեն։ Կապը որ հաստատեն, այսօր մեր կառավարության հիմնական պատժամիջոցն մնացել է Ադրբեջան եւ Թուրքիա, ուրիշ բան չկա։ Կառուցել եմ եկեղեցիներ, կառուցում եմ Քրիստոսի արձանը, իմ ազգի պատիվը բարձր պահելու։ Իսկ այդ մարդը ասողը, որ լիարժեք պետք է ինքը հենց մտնի, որ չերևա, որտեղ դա խայտարակություն է, այդքան զոհեր տալ, հողը հանձնել, ժողովրդին անտուն թողել, վիրավորներ, ու այդքանից հետո շարունակել խոսալ, ասում եմ, պետք է հենց մտնի, որ չերևա, ժողովրդի աշկին չերևա։ Բարև ձեզ։ Բարեբախտություն։ Պարոն Ծառուկյան, բաբա վերեն տվի նոր ինչ եք անելու, այսքան սենց իրար ինչ ասեցի։ Բայց լավ ներողություն, ես թույլ տվել եմ մի բան, որից մեկին վիրավորեմ, մենակ ճիշտ ասեք։ Չեք տվել ինքը օրինակ վիրավորել է, ասել օրինակ հետո ինչ եք անելու, թե ինչ։ Ես էլ ասել որ իմ բարձունքից ես սա չեմ իշտի թույլ չեմ տա, ասում եմ բարձունք չկա, պետք է գետի տակ մտնի։ Եղբայր ջան, դու մտի որ այսքան զոհեստով այսքան արունես տապել, իմ ազգի խեղճացրել ես, պարտության ես մատնել, ժողովուրդ այսօր սա աղքատ պատերի տակ գյուղացիներ նստած, ժողովուրդն վարկի պարտքի տակ է։ Ոչ մի հպարտություն չի մնացել։ Խեղճացած Ես նորից եմ ասում, արդեն անհնար է շարունակել է, ժողովուրդ այսօր փոփոխություն ասում։ Ես էլ ուզում եմ իմ ժողովրդին ասեմ, սպասեք լավ փոփոխությունների, որ փողել են աշխատելու,
գործել ալինելու, փոքր միջին բիզնեսել են հիմնելու, տուրիզմը զարգան։ Պարարտարքեն ցանկացած պարագայում եթե վերընտրվի Փաշինյանը ու սկսի ճնշումներ ձեր նկատմամբ ցանկացած պարագայում դուք գործարքի չեք գնա կմնաք նույնիսկ ձեզ տանի նորից նստեցնի, չգիտեմ, ձեր ընտանիքի անդամներին ճնշի, Դու լավ, բական դու ո՞նց ես պատկերացնում, ասենք թե էլի են նստեցի, համաձայնվել եմ ասել, որ նորից արդարացա, հիշում ես թե չես հիշում։ Համաձայնվել եմ որ չէ գործարքի։ Ես այդ մարդն եմ։ Հա? Եթե